Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ տարրո կանխատեսում կապված մեր լիալուսնի հետ, որը կլինի ապրիլի 2-ին կշեռք նշանում։ Սիրելի ընկերներ, հորոսկոպի բոլոր նշանների համար կնայենք, թե ինչ փոփոխություններ կբերի այս լիալուսինը, երկուական քարտ կհանենք եւ կհասկանանք, ըստ եկեք սկսենք։ Առաջինը սիրելի ընկերներ կշեռքի մասին խոսեմ, քանի որ կշեռքների առաջին տանն է լինելու։ Եվ այս լիալուսինը կբերի ինչ-որ վերջնակետ, հստակ որոշում կապված ձեր անձի հետ կամ հարաբերություններում ամուսնու կնոջ կամ գործընկերների հետ։ Տեսնենք, թե քարտերը մեզ ինչ կասեն, թե 2026 թվականի ապրիլ ամսվա լիալուսինը ինչ կբերի կշեռքներին։ Որևէ տղամարդ, սիրելի ընկերներ, ով ձեզ համար շատ կարևոր է, ով ստատուս ունի, կամ այս տղամարդը կարող է լինել կամ ձեր ամուսինը, կամ ձեր հայրը, կամ ինչ-որ մեկը, ով պետական աշխատող է, կամ ինչ-որ զինվորական աշխատող է, նրա հետ կապված ինչ-որ փոփոխություն, թե ինչ փոփոխություն, ամեն մեկը մի ձև կզգա։ Հիմա տեսնենք, թե այս քարտերը մեզ ինչ կասեն, թե 2026-ի ապրիլի լիալուսինը ինչ կբերի կշեռք նշանի ներքոծնվածներին։ Աշխատանք, սիրելի ընկերներ, ինչ-որ աշխատանք կամ գուցե գումար ստանաք, բայց կարծում եմ, որ ուղղակի լավ կլինի աշխատանքը, ամեն ինչ շատ լավ կլինի, հնարավոր է այս տղամարդը լինի ձեր ղեկավարը, ով բարձրացնի ձեր աշխատավարձը, կամ գուցե ավելի լավ աշխատանք ձեզ առաջարկեն։ Անցնենք հաջորդ նշանին։ Կույսեր։ Սիրելի կույսեր, այս խավարումը, ներողություն, այս լիալուսինը լինելու է ձեր երկրորդ տանը, իսկ երկրորդ տունը դա մեր ֆինանսների տունն է, թե աշխատավարձ, թե ֆինանսներ, թե ֆինանսական կուտակումներ, թե ինչ-որ արժեքավոր իրերի տունը, այսինքն վերոնշյալ թեմաների շուրջ ինչ-որ վերջնակետ կգա ձեր կյանք, գուցե ինչ-որ իր վաճառեք, կամ ուղղակի եթե կենցաղային մակարդակով նայենք, ուղղակի այս ժամանակահատվածում ձեր աշխատավարձը ստանաք կամ ինչ-որ հավելավճար ստանաք։ Տեսնենք, թե քարտերը մեզ ինչ կասեն 2026 թվականի ապրիլի լիալուսինը ինչ կբերի կույսերին։ Կարծում եմ, սիրելի ընկերներ, ամեն ինչ խաղաղ կգնա ձեզ մոտ, շատերը գուցե գնան հանգստի այս ժամանակահատվածում, կամ ինչ-որ գործերում գուցե դանդաղ, ինչ-որ գործեր դանդաղ ընթանան, բայց համենայն դեպս քարտը լավն է, ամեն ինչ կարծես իր հունով կգնա։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, ինչ կբերի 2026 թվականի ապրիլ ամսվա լիալուսինը կույսերին։ Այս քարտը ասում է ինչ-որ փաստաթղթի մասին, սիրելի ընկերներ, շատերը ինչ-որ փաստաթուղթ են ստանալու, կամ եթե դատական ինչ-որ գործընթացների մեջ եք, ապա այս ժամանակահատվածում, այսինքն ամսի 2-ին է լինելու, 2 շաբաթ էլ հետո, հնարավոր է իր ազդեցությունը ունենա եւ կարծես կամ ինչ-որ փաստաթուղթ ստանա, կամ էլ եթե դատական գործընթացների մեջ եք, ապա այդ գործընթացը վերջապես կավարտվի։ Տեսնենք, թե հաջորդ նշանին ինչ կբերի։ Առյուծներ։ Սիրելի առյուծներ, այս լիալուսինը կլինի ձեր երրորդ տանը։ Իսկ երրորդ տունը դա մեր շփումն է, խոսակցությունն է, կապի տրանսպորտի միջոցներն են, տեխնիկան է, քույր եղբայրներն են, հարևաններն են, մի խոսքով վերոնշյալ թեմաների շուրջ ինչ-որ փոփոխություն կլինի ձեր կյանքում, կարծես ինչ-որ նորություն գուցե իմանաք կամ պարզություն մտնի ձեր կյանք։ Տեսնենք, թե քարտերը ինչ կասեն 2026 թվականի ապրիլի լիալուսինը ինչ կբերի առյուծներին։ Ինչ-որ տարբերակներ, սիրելի ընկերներ, գուցե պետք է ընտրություն կատարեք, գուցե օրինակ ցանկանում եք կապի կամ տրանսպորտի միջոց ձեռք բերել, տարբերակները շատ լինեն, դժվարությամբ կենտրոնանաք, դժվար հասկանաք։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն 2026 թվականի ապրիլի լիալուսինը ինչ կբերի առյուծներին։ Գումար, սիրելի ընկերներ, կամ որևէ տղամարդ, ով ծնված է հողի տարերքի ներքո, այսինքն այդ եղջյուր, կույս կամ ցուլ, ինչ-որ դեր կունենա այս տղամարդը ձեր կյանքում։ Նա կարող է լինել թե նոր ծանոթ, թե ձեր շրջապատից որևէ մեկը։ Խեցգետիններ։ Սիրելի խեցգետիններ, այս լիալուսինը կլինի ձեր չորրորդ տանը։
Իսկ 4-րդ տունը մեր բնակության վայրն է, ընտանիքի անդամներն են, անշարժ գույքի հետ կապված հարցերն են։ Վերոնշյալ թեմաների շուրջ ինչ որ վերջնակետ կդրվի ձեր կյանքում։ Հիմա տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե 2026 թվականի ապրիլի լիալուսինը ինչ կբերի Խեցգետին նշանի ներքո ծնվածներին։ Հաղթանակ, սիրելի ընկերներ, որևէ գործընթացում հաղթանակ եք ունենալու, հաղթանակով եք դուրս գալու։ Օրինակ, գուցե ցանկանում եք գնել որևէ անշարժ գույք, շատ լավ տարբերակ դուրս գա եւ այսպես շատ լավ մաչելի գներով, լավ ձեր ուզած տարբերակով գնեք։ Կամ գուցե վաճառում եք անշարժ գույք, ստացվի լավ գնով վաճառել։ Կամ ընտանիքի հետ կապված, կամ ընտանիքի անդամների հետ կապված ինչ որ գնում կատարեք ավելի լավ գնով, ավելի մաչելի գնով։ Մի խոսքով որևէ գործում հաղթանակով եք դուրս գալու։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, թե 2026 թվականի ապրիլի լիալուսինը ինչ կբերի Խեցգետիններին։ Այս քարտը, սիրելի ընկերներ, խոսում է հետազոտության մասին, այսինքն որևէ թեմայի շուրջ դուք պետք է խորանաք, ուսումնասիրեք, գուցե օրինակ անշարժ գույք եք ցանկանում ձեռք բերել, լավ ուսումնասիրեք, շուկան փնտրեք, ինչ որ հարցեր, հնարավոր է նաև ձեզ հետևեն, սիրելի ընկերներ, զգուշ եղեք, ձեր ընտանիքի անդամը կարող է ձեզ հետևի, կամ դուք ընդհակառակը ձեր երեխային հետևեք, ինչով է զբաղվում, այսպես ինչ որ ինֆորմացիա ցանկանաք քաղել ձեր ընտանիքի անդամի մասին։ Անցնենք հաջորդ նշանին։ Հաջորդ նշանը երկորյակն է։ Սիրելի երկորյակներ, այս լիալուսինը կլինի ձեր 5-րդ տանը։ Իսկ 5-րդ տունը դա մեր երեխաներն են, այն ամենը, ինչը մեզ դուր է գալիս, հաճույք է պատճառում, սիրավեպերն են 5-րդ տանը պատկանում, ինչպես նաև սպորտը։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի ապրիլի լիալուսինը երկորյակներին։ Պլանների խափանում, սիրելի երկորյակներ, ինչ որ բան ձեր պլանավորածով չի գնա, հատկապես վերոնշյալ թեմաների շուրջ։ Դա չի նշանակում, որ չի լինի, ուղղակի ձեր պլանավորած տարբերակով չի լինի։ Ինչ որ անսպասելի փոփոխություններ կբերի այս լիալուսինը ձեզ։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ են ասում, թե 2026-ի ապրիլի լիալուսինը երկորյակներին ինչ կբերի։ Երջանկություն, սիրելի ընկերներ, այս քարտը խոսում է երջանկության մասին, երազանքի իրականացման մասին, կամ զուտ ընտանիքով գուցե հավաքվեք, մի խոսքով կարծում եմ, որ ավելի շատ այս քարտը խոսում է ընտանեկան երջանկության, ընտանեկան հաջողության մասին։ Անցնենք հաջորդ նշանին։ Ցուլ։ Սիրելի ցուլեր, այս լիալուսինը կլինի ձեր 6-րդ տանը, իսկ 6-րդ տունը դա առողջությունն է, աշխատանքն է, մեր առօրյան է առհասարակ եւ ընտանի կենդանիները։ Տեսնենք, թե վերոնշյալ թեմաների շուրջ ինչ փոփոխություններ է սպասվում ձեզ։ Ինչ կբերի այս լիալուսինը։ 2026 թվականի ապրիլ ամսվա լիալուսինը ինչ կբերի ցուլերին։ Սիրելի ընկերներ, նոր աշխատանք, նոր ուսում, ինչ որ արք ու վաճառքի պայմանագիր, թե որ ոլորտում կլինի, բայց կարծում եմ, որ ավելի շատ աշխատանքի մասին է խոսում, հատկապես որ ձեր աշխատանքի տանն է, լինելու այս լիալուսինը։ Գուցե այս լիալուսինի ազդեցության ներքո որոշեք դուրս գալ աշխատանքից, կամ ընդհակառակը դուրս գաք, ուղղակի գնաք նոր աշխատանքի, մի խոսքով ինչ որ կոնտրակտ կարծես կարող է, պետք է որ լինի։ Իհարկե, քանի որ 6-րդ տունը նաև առողջական թեման է, հնարավոր է ինչ որ զուտ գնաք բժշկական զննման, չէ՞ որ այնտեղ եւս տալիս են պայմանագիր, որպեսզի ստորագրեք, այս քարտը կարող է խոսել նաև դրա մասին։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, թե 2026 թվականի ապրիլի լիալուսինը ցուլերին ինչ կբերի։ Շատ լավ քարտ է դուրս եկել, այսինքն որևէ գործում դուք հաղթանակած դուրս կգաք։ Եթե պետք է գնայիք աշխատանքի եւ կոնկուրենցիան մեծ էր, հենց ձեզ են ընտրելու, սիրելի ցուլեր։ Որևէ գործում կապված աշխատանքի, առողջության հետ դուք հաղթանակած եք դուրս գալու տվյալ հարցի շուրջ։ Անցնենք հաջորդ նշանին։ Խոյ։ Սիրելի խոյեր, այս լիալուսինը կլինի ձեր 7-րդ տանը, իսկ 7-րդ տունը դա այն մարդիկ են այնտեղ պատկանում, ում հետ մենք ինչ որ փաստաթուղթ ունենք ստորագրած, ինչ որ հարաբերությունների մեջ ենք, դա կարող է լինել ամուսին, կին, գործընկեր, հաճախորդ կամ դատական ինչ որ գործընթացների հետ կապված։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, վերոնշյալ թեմաների շուրջ ինչ վերջնակետ կգա ձեր կյանք։ Ինչ կբերի 2026 թվականի ապրիլ ամսվա լիալուսինը խոյերին։
Աշխատանք, սիրելի ընկերներ, նոր աշխատանք, նոր ուսում, նոր գուցե հոբի, հաճախորդները զուտ, քանի որ 7-րդ տանն է, այս քարտը հստակ կարող է ասել, որ հաճախորդների պակաս չեք ունենա, աշխատանքի պակաս չեք ունենա հաստատ։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, թե 2026 թվականի ապրիլի լիալուսինը ինչ կբերի խոյերին։ Ինչ որ օգնություն, սիրելի ընկերներ, այս քարտը խոսում է, որ հնարավոր է ձեզ դիմեն խորհրդի կարգով կամ ոչ միայն խորհրդի կարգով օգնություն, ձեզնից խնդրեն, կամ դուք ընդհակառակը ինչ որ մեկից օգնություն խնդրեք։ Այս քարտը կարող է խոսել նաև, որ ձեզ առաջարկեն, օրինակ, քավորություն, առաջարկեն։ Կամ ուղղակի այս քարտը խոսի նաև ամուսնության մասին, ինչու ոչ, քանի որ խավարում է, հատկապես ձեր 7-րդ տանը, հստակ ինչ որ որոշում, հստակ ինչ որ ներողություն որոշում չէ, հստակ ինչ որ արդեն վերջնական կետ կգա եւ դուք որոշեք ամուսնանալ։ Գուցե հենց այդ ժամանակահատվածում ամուսնանաք կամ գուցե զուտ այդ ժամանակահատվածում որոշեք ամուսնության օրը։ Հաջորդ նշանը՝ ձկներ։ Սիրելի ձկներ, այս լիալուսինը կլինի ձեր 8-րդ տանը։ 8-րդ տոնը դա մեր կողմից չաշխատած գումարներն են։ Դա կարող է լինել պետական համակարգից եկող գումարներ, ավանդներից եկած գումարներ, կամ ընդհանուր ընտանեկան բյուջեի մասին խոսի։ Վերոնշյալ թեմաների շուրջ ինչ որ հստակ վերջնագետ է դրվելու։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի ապրիլ ամսվա լիալուսինը ձկներին։ Հստակ որոշում քայլ կատարելու։ Ինչ որ նոր ուղով դուք պատրաստվելու եք, սիրելի ընկերներ, գնալ առաջ, գուցե որոշեք օրինակ ինչ որ բան վաճառել կամ սկսել զբաղվել վաճառքի թեմայով, ինչ որ աշխատանք ունենաք, արք ու վաճառքի մեջ։ Համենայն դեպս պատրաստ կլինեք արդեն նոր քայլեր կատարելու։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն։ Ինչ կբերի 2026 թվականի ապրիլ ամսվա լիալուսինը ձկներին։ Ինչ որ բան ձեր կյանքում, ինչ որ էտապ կարող է լինել ձեր կյանքում հաջողությամբ կավարտվի, սիրելի ընկերներ։ Այս քարտը կարող է խոսել նաև արտասահմանից գումար ստանալու մասին։ Եվ ոչ միայն գումար, գուցե ինչ որ այլ իր ստանաք, բայց համենայն դեպս կարծես արտասահմանի հետ կապված, արտասահմանի թեման կշոշափվի, գուցե աշխատանք, գուցե ինչ որ նվերներ ստանաք արտասահմանից կամ գումար ստանաք, նման ինչ որ հարցեր կարող են լինել։ Հաջորդ նշանը՝ ջրհոս։ Սիրելի ջրհոսներ, այս լիալուսինը կլինի ձեր 9-րդ տանը, իսկ 9-րդ տունը այն ամենը ինչը կապված է արտասահմանի հետ եւ թորնիկների հետ, իհարկե, երկրորդ ամուսնություններն են 9-րդ տանը պատկանում, ինչպես նաև բարձրագույն կրթությունը։ Տեսնենք, թե այս թեմաների շուրջ ինչ փոփոխություններ ձեզ կբերի այս լիալուսինը։ 2026 թվականի ապրիլի լիալուսինը ինչ կբերի ջրհոսներին։ Առաջին քարտը ինքն իրան դուրս եկավ քարտերից, սա ասում է նորություն, ինչ որ կարծես նոր քայլեր կկատարեք, գուցե գնաք նոր ուսման, գուցե ինչ որ նոր գործողություններով սկսեք զբաղվել, ինչը կապված է անձնագիր ստանալու հետ, վիզա ստանալու հետ, նման ինչ որ հարցերի շուրջ։ Եկեք եւս մեկ քարտ հանենք այստեղից, որովհետեւ այս քարտը ուղղակի ինքնուրույն դուրս եկավ։ Հաջորդ քարտը ասում է պայքարի մասին, կոնկուրենցիայի մասին, այսինքն հնարավոր է պետք է գնաք օրինակ համալսարան ընդունվեք եւ կոնկուրենցիան այնտեղ մեծ լինի, կամ զուտ եթե արտասահմանի հետ կապված ինչ որ աշխատանք գուցե ունեք, դրա հետ կապված, գուցե աշխատանքը շատ լինի, այսպես մենակով դժվարությամբ հասցնեք այդ ամենը կատարել։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, ինչ կբերի 2026 թվականի ապրիլի լիալուսինը ջրհոսներին։ Նոր սկիզբ, սիրելի ընկերներ, իմիջիայլոց այս քարտը, որ ընկել էր, սա եւս խոսում է նոր սկզբի մասին, կարող է նոր աշխատանք արտասահմանի հետ, առհասարակ ինչ նոր սկիզբ էլ որ լինի, այդ նոր սկիզբը կապված է լինելու կամ բարձրագույն կրթության հետ, կամ արտասահմանի հետ։ Իմիջիայլոց, ովքեր ամուսնալուծված են, սա կարող է խոսել նաեւ նոր հարաբերությունների մասին, որպես երկրորդ ամուսնություն եւ այլն։ Այծեղջյուրներ։ Սիրելի այծեղջյուրներ, այս լիալուսինը լինելու է ձեր 10-րդ տանը։
Իսկ 10-րդ տունը դա մեր ստատուսն է, մեր կարիերան է, մեր կարևոր նպատակներն են կյանքի։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ փոփոխություններ կբերի այս լիալուսինը, 2026 թվականի ապրիլի լիալուսինը այդ եղջյուր նշանի ներքո ծնվածներին։ Այս քարտը իրականում շատ լավ քարտ է, քանի որ փոփոխություն, հա, կարծես նախկին ինչ-որ գործողություններ, նախկին միջավայր կարող է լինել, նախկին հարաբերություններ կարող են լինել, նախկին աշխատանքի վայր կարող է լինել, դուք ինքնակամ թողեք ու դուրս գաք, գնաք առաջ, որպեսզի փոխեք ձեր կյանքը, կարծես այն ամենը ինչ-որ արդեն ձեր կյանքում կար, ձեզ համար սովորական էր դարձել եւ դուք ինքնակամ կորոշեք այդ ամենը թողնել, փոխել ձեր կենսակերպը եւ գնալ առաջ։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, ինչ կբերի 2026 թվականի ապրիլ ամսվա լիալուսինը այդ եղջյուրներին։ Պլանների փոփոխություն, պլանների խափանում, սիրելի ընկերներ, ինչ որ բան ձեր պլանավորածով չի գնա։ Բայց կարծում եմ, որ դուք այդպես չեք նեղվի այդ չստացված տարբերակից, զուտ այդ ամենը կթողնեք ու կգնաք առաջ։ Նոր քայլեր, նոր հորիզոններ փնտրելու։ Հաջորդ նշանը աղեղնավորն է։ Սիրելի աղեղնավորներ, այս լիալուսինը լինելու է ձեր 11-րդ տանը, իսկ 11-րդ տունը դա մեր շրջապատն է, մեր գաղափարակիցներն են, օնլայն հարթակի հետ կապված հարցերն են եւ արդյունքներն են, ժամանակին գործերի արված արդյունքները։ Ինչ որ արդյունքներ կստանաք, սիրելի ընկերներ, մինչ այս եթե ինչ որ գործողություններ եք արել, արդեն արդյունքներն այս ժամանակահատվածում կստանաք։ Տեսնենք, թե այս քարտերն ինչ կասեն, ինչ կբերի 2026 թվականի ապրիլ ամսվա լիալուսինը աղեղնավորներին։ Նոր սկիզբ, սիրելի ընկերներ, նոր առաջարկ, նոր հարաբերություններ կարող է լինեն, կարծես նոր սկիզբ լինելու, որը ձեզ համար շատ հաճելի է լինելու։ Թե որ ոլորտում կլինի, կզգաք ամեն մեկդ մի ձև։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն 2026 թվականի ապրիլի լիալուսինը ինչ կբերի աղեղնավորներին։ Որևէ տղամարդ, սիրելի ընկերներ, ով ծնված է ջրի տարերքի ներքո, այսինքն ձկներ, խեցգետին կամ կարիճ, նման տղամարդ, իմիջիայլոց նման տղամարդ կարող է հայտնվել ձեր կյանքում, սիրո խոստովանություն անել, նոր հարաբերություններ հնարավոր է սկսվի նման տղամարդու հետ, կամ եթե այս տղամարդը ձեր շրջապատում արդեն կա, ապա նրա հետ կապված ինչ որ հաճելի գործողություններ կարող են սկսվել, նոր աշխատանք, համատեղ աշխատանք կարող է լինել, նոր համագործակցություն կարող է լինել, կամ զուտ այս տղամարդը ձեր շրջապատից որևէ մեկն է եւ ձեզ սեր խոստովանի, նման ինչ որ հարցեր կարող են լինել։ Այժմ անցնենք հաջորդ նշանին՝ կարիճ։ Սիրելի կարիճներ, այս լիալուսինը կլինի ձեր 12-րդ տանը։ 12-րդ տունը դա հեռավոր հողերն են, մենությունն է, հա, իզոլացված վայրերն են։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե 2026 թվականի ապրիլի լիալուսինը ինչ կբերի կարիճներին։ Ինչ որ կտրուկ փոփոխություններ, սիրելի ընկերներ, անսպասելի, այսպես գուցե անսպասելի կտրուկ որոշեք ճանապարհ գնալ կամ հեռու ինչ որ վայրերից հյուրեր ընդունել։ Իսկ մյուս քարտերը տեսնենք ինչ կասեն, թե 2026 թվականի ապրիլի լիալուսինը ինչ կբերի կարիճներին։ Ինչ որ իրավիճակ գուցե ստեղծվի, որը ձեզ դուր չի գա։ Գուցե ինչ որ պլաններ ունեիք կապված որևէ գործողություն, որևէ թեմայի շուրջ, բայց դա ձեզ մոտ չստացվի, բայց դա չի նշանակում, որ պետք է կենտրոնանալ դրա վրա ու ասել դե չստացվեց, պետք է ուղղակի ձեր ֆոկուսը փոխեք, հասկանաք, որ այլ տարբերակներ եւս կան, որպեսզի դուք ձեր ուզածին հասնեք։ Այսքանը, սիրելի ընկերներ, կապված այս լիալուսնի հետ, եթե ձեզ հետաքրքրում է անհատական հորոսկոպ, անհատական տարո կանխատեսում, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով, հիշեցնեմ, որ մինչև ապրիլի 7-ը ցանկացած կանխատեսում կարող եք ինձ մոտ վերցնել 50% զեղչով։ Այսքանը, սիրելի ընկերներ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։